Բարոյցելի հայրենակիցներ, սա արդեն մեր օրվա մեջ երկրորդ հաղորդումն է, այսօր մայիսի 28-ն է, կրկին շնորհավորում եմ մեզ Հայաստանի անկախության տոնի առթիվ, սա ամենակարևոր օրն է, կրկին նշեմ, ամենակարևոր օրն է Հայաստանի Հանրապետության համար և դրա շուրջ մենք շատ պետք է խոսենք, քանի որ բոլորը հասկանան, թե որքան կարևոր է մեզ համար մեր անկախությունը և ինքնիշխանությունը։ Հիմա վերջին շրջանում շատ է կարևորվում անկախությունը, ինքնիշխանությունը և դա ճիշտ է, չափազանց կարևոր է, քանի որ հիմա աշխարհն է դարձել այնպիսին, որ վտանգ է առաջացել ինքնիշխանության կորստի համար բազմաթիվ երկրների, հատկապես հետխորհրդային միության երկրների, և այս առումով շատ կարևոր է և շատ ճիշտ է, որ մենք ավելի շատ սկսենք գնահատել մեր անկախությունը։ Մեր անկախությունը ամենակարևորն է և սրանից մեծ կարևոր ոչինչ չկա Հայաստանի Հանրապետության համար։ Հավաքական իմաստով անկախությունից առավել ոչինչ կարևոր չունենք։ Տեսենք Դոնալդ Թրամփի ուղերձից Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության կապակցությամբ Հայաստանին չեն հղում, կրկնեմ, այսպիսի ուղերձներ, քանի որ Հայաստանը սեպտեմբերի 21-ին է տոնում իր անկախության օրը։ Մենք անցած հաղորդման մեջ խոսում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հղած նամակի մասին, շնորհավորական ուղերձի մասին, որը որ նա հղել էր Ադրբեջանի անկախության կապակցությամբ, խոսել ենք այն մասին, թե ինչպես է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը կարևորում խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, կարևորել էր Մարկո Ռուբիոն։ Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփը, կրկնեմ ու հիշեցնեմ, հաճախ չի անում այսպիսի հայտարարություններ, հաճախ չի հղում այսպիսի ուղերձներ։ Եվ նա ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը։ Հակամարտության խաղաղ կարգավորումը կապահովի ավելի բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ համագործակցության ավելի մեծ հնարավորությունների։ Հələ այս կանը վերլուծենք, մենք հիշում ենք, թե ինչ էր առաջարկում Լուի Բոնոն, երբ որ այցելում էր տարածաշրջան, և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեռ նախկին վարչակազմը իր վերջին ամիսներին աշխատանքի հստակ առաջարկում էր, որ եթե դուք կնքեք խաղաղության պայմանագիր, նոր դարաշրջան կբացվի Հայաստանի և Ադրբեջանի համար, Հարավային Կովկասի համար, նոր հնարավորություններ, նոր համագործակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հիշենք նաև Վիտկոֆի հայտարարությունը հենց Աբրահամի համաձայնագրի շուրջ, որը որ կարող է մեծ հնարավորություններ բացել Հարավային Կովկասի համար։ Հիմա այդ Աբրահամի համաձայնագրին կմիանա Հայաստանը, չի միանա, այդ հարցը բանակցվում է, չի բանակցվում, սա ուրիշ հարց է, բայց իրենց հայտարարությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաների և ահա նախագահի ընդհանուր, երբ որ մենք փորձում ենք վերլուծել, նույն տրամաբանության մեջ է ամեն ինչ, որ եթե խաղաղություն կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա նոր հնարավորություններ, նոր համագործակցության փուլ է բացելու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և դրանից շահելու է թե Ադրբեջանը և թե Հայաստանը։ Հիմա շարունակենք, թե ինչ է ասում Թրամփը։ Այժմ պահն է հանձնառու լինել խաղաղության և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել։ Եվ այդ նախադասությունը ևս նշանակում է այն, որ ամեն ձևով Դոնալդ Թրամփը Ալիևին ասում է, որ գնա խաղաղության, կնքիր խաղաղության համաձայնապայմանագիրը Հայաստանի հետ, հանձնառու եղիր այդ գործի վրա և մի հետ քաշվիր, մի հետ կանգնիր։ Եվ կրկին նաև հիշենք այն, ինչ ասել է Մարկո Ռուբիոն մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում, որ ռիսկեր կան, որ Ադրբեջանը, կոնկրետ Ադրբեջանը չի ասել, բայց հստակ էր ամեն ինչ, որ պատերազմ սկսվի ընդդեմ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են կանխել այդ պատերազմը։ Եվ եթե մենք այդ բոլոր հայտարարությունները, որը որ մենք ունեցել ենք վերջին շրջաններում, ու կարելի ավելի խորը գնալ, հիշել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հեռախոսազրույցները Հաքամ Ֆիդանի հետ այդ հարցի շուրջ նրա դիրքորոշումը և հայտարարությունները, եւ կրկնեմ,
ամեն ինչ հուշում է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են կոնկրետ ջանքեր գործադրել, որպեսզի խաղաղություն հաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, բայց մեկ բան եւս կարեւոր է նշել, կարծում եմ, որ նրանց ներգրավվածության ինտենսիվությունը լուրջ ձևով նվազել է, եթե դա համեմատենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աշխատանքի հետ, նրա վճռականության հետ, նա ավելի վճռական էր կարծես տրամադրված այս հարցի շուրջ եւ փորձում էր շատ ավելի ակտիվ լինել, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր։ Սա եւս շատ կարեւոր է նշել, բայց մենք տեսնում ենք, որ կամաց կարծես Ամերիկայի Միացյալ Նահանգների ինտենսիվությունը եւ ներգրավվածությունը շատանում է։ Ամենայն դեպս Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են ակտիվացնել իրենց ջանքերը այս ուղղությամբ, ինչը բնականաբար շատ դրական է։ Հիմա երկու խոսքով անդրադառնանք Բերթաձորում, Լաչինում տեղի ունեցող այդ հավաքին երեք երկրների Պակիստանի առաջնորդը Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքվել են, ինչպես արդեն նախորդ հաղորդման մեջ նշեցի, նրանք բացել են Բերթձորում, Լաչինում միջազգային օդանավակայան եւ մենք ունենք նոր հայտարարություններ, թե ինչ են քննարկում, ինչ են խոսում։ Ալիևը փաստացի իր շնորհակալությունն է հայտնել Պակիստանին եւ Թուրքիային, որ առաջի օրվանից 44 օրյա պատերազմի թե Թուրքիան եւ թե Պակիստանը լուրջ ձևով ներգրավել են եւ օգնել են Ադրբեջանին։ Սա առաջի խոստովանությունը չէ, բայց սա կրկին կարևոր հիշեցում է մեզ համար։ Նրանց բացի Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը դա 3 հոգի են մեկ սրտով։ Այսինքն այդ ձև է ինքը բնութագրել իրենց հարաբերությունները։ Եվ մենք կրկին հասկանանք, որ մենք գործ ունենք ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այլ նաև Պակիստանի, որոշ դեպքերում ու նաև շատ հաճախ Ռուսաստանի Դաշնության հետ նույնպես, նաև ինչ որ միտեղ Իսրայելի հետ, բայց այդ հարցը իմ կարծիքով հնարավոր է փոխել, Իսրայելի հետ պետք է լուրջ ձևով աշխատենք։ Սա ուղղակի կարճ ասեմ եւ անցնենք առաջ։ Ու քանի որ հիմա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ղեկավարները հավաքվել են Լաչինում, այս հարցը ավելի մեծ ձևով, մասշտաբով պետք է Հայաստանի արտգործնախարարությունը, Հայաստանի իշխանությունները կարողանան լավ ձևով մատուցել եւ ցուցադրել Հնդկաստանին, որ եթե Հնդկաստանը սա տեսնում է, ավելի լավ տեսնեն։ Նույնը թե տեսնում է իրանական կողմը, չնայած իրանական կողմը մեկ-մեկ լավ էլ սիլիբիլիներ է անում ադրբեջանցիների հետ, Ադրբեջանի հետ, բայց նաև լավ հայտարարություններ են անում։ Հիմա այդ դաշինքին ինչ որ չափով մենք պետք է փորձենք հակակշիռ որպես հայ-հնդկական դաշինքը, դե էլ չասեմ եվրոպական եւ ամերիկյան ուղղությունը որքան կարեւոր է Հայաստանի համար, բայց Հնդկաստանի ուղղությունը չափազանց կարեւոր է, չգիտեմ Իրանն ինչքանով կարելի է ներգրավել այդ process-ների մեջ, կրկնում Իրանը շատ լավ էլ աշխատում է ադրբեջանական ու թուրքական կողմի հետ, չնայած որ նաև կարևոր հայտարարություններ անում, հնարավոր է, ինչու՞ չէ, Իրանին եւս մասամբ ներգրավել։ Հիմա նաև հարց է դեմոնստրատիվ ինչ որ նման միջոցառում արժի կազմակերպել թե չէ, կստացվի կազմակերպել թե չէ, ի պատասխան Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի, թե կարելի ավելի խելացի գտնվել, ուղղակի այս ամենը ինչ կատարվում է ավելի լավ ցուցադրել Հնդկաստանին, Իրանը կարծում եմ որ շատ լավ ամեն ինչ տեսնում է եւ սրա հիմքի վրա կատարվածի փորձել ավելի խորացնել ռազմատեխնիկական եւ տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի հետ։ Իսկ Հնդկաստանը այն երկիրն է, որը որ մոտակա 10 տարիների ընթացքում դառնալու է աշխարհի կարևոր գերտերություններից մեկը։ Դա է իմ համոզումը։ Հիմա անդրադառնանք Հունգարիայի արտգործնախարարի հայտարարությանը, ավելի ճիշտ արտգործնախարարի Սիարտոյի հայտարարությանը Հայաստանի մասով, որ Հայաստանին Եվրամիության կողմից առաջարկվող կամ որ պետք է տրվի խաղաղության հիմնադրամի միջոցով 20 միլիոն եվրոն, իրենք դեմ չեն, բայց իրենք պահանջում են, որ Եվրամիությունը այդպիսի նույն չափով գումար տրամադրի նաև Ադրբեջանին։ Նա ասում է, որ այս հարցի շուրջ կարևոր զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ, եւ եթե նույն ֆոնդից չի ստացվում, ապա Եվրամիությունը պետք է այլ միջոցներ գտնի կամ այլ միջոցներից Ադրբեջանին եւս օգնություն տրամադրի։
Նրա խոսքերով նախորդ անգամ այդպես էր արվել եւ 10 միլիոն եվրոական օգնություն էին տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին։ Հիմա արդեն 20 միլիոն եվրոյի հարցն է քննարկվում, լավ է, կամաց ճիշտ է 20 եվրոն զենք զինամթերքի ձեռքբերման հարցում դա կարելի է ասել ինչ որ միտեղ արևած աղիքի փող է, որպեսզի համեմատություն անեն, բայց դա էլի շատ լավ է ու շատ կարևոր է այս գործընթացի մեջ լինել։ Հիմա հնարավոր է արդեն մյուս տարի 100 կամ 200 միլիոն հատկացվի Հայաստանին, բայց այն որ Ադրբեջանին եւս զուգահեռաբար հատկացվելու է եւ այդ հարցի շուրջ Սիատոն փորձել է կարծիքներ փոխանակել Հայաստանի արտգործնախարարի հետ, ես կարծում եմ, որ բոլորին պետք է հիշեցնել մեկ բան, որ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել Արցախում, այսինքն Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմատենչ քաղաքականությունը պետք է միշտ բոլորին հստակ ցուցադրել։ Եվ անընդունելի է, որ Եվրամիությունը հավասարության նշան դնի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Միայն մեկ կողմից է լավ, որ Ադրբեջանի հետ փորձեն կապը պահել, որպեսզի Ադրբեջանը ավելի շատ չշեղվի եւ չգնա դեպի Ռուսաստան, այդ առումով լավ է, բայց կոնկրետ ռազմական համագործակցության մասով ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ արվի, որ Եվրամիությունը ոչ մի ռազմական օգնություն չտրամադրի Ադրբեջանին։ Դա չափազանց կարևոր է։ Եվ մի քանի բառով կարելի անդրադառնալ նաեւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին Հայաստանի անկախության հետ կապված, անկախության տոնի հետ կապված, ես այդպես եմ անվանում այսի 28-ը եւ հիմնական ուղերձ ասեմ միտքը ընդհանուրությունը անկախության արժևորումը, այն որ որքան կարևոր է ինքնիշխանությունը եւ անկախությունը, որ այլ տեղերում հայրենիք պետք չէ փնտրել, հայրենիքը մենք արդեն ունենք, գտել ենք, դա Հայաստանի Հանրապետությունն է, անդրադարձ կար նաեւ Խորհրդային Միության այդ ռոպագանդայի վրա, որ հնուց փորձել են մեր մեջ կոտրել պետականություն հասկացողությունը, մեր մեջից հանել պետականություն հասկացողությունը, ընդհանուր գաղափարն եմ ես փորձում մատուցել, ընդհանուր առմամբ լավ ելույթ էր եւ ես այդ ելույթը ընդհանուր առմամբ պետք է գնահատեմ բավականին դրական։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը, սիրելի հայրենակիցներ։ Ինչպես գիտեք, Զելենսկին այցելել է Գերմանիա եւ այնտեղ արդեն հանդիպում է ունեցել նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ, պայմանավորվածություններ։ Ֆրիդրիխ Մերցը արդեն իսկ հայտարարել է այդ հանդիպման ժամանակ, որ Ուկրաինան պաշտպանվում է Եվրամիությունը Ռուսաստանի ռևիզիոնիստական ռազմատենչ մոտեցումներից, ապահովում է փաստացի Եվրոպայի անվտանգությունը ըստ Գերմանիայի կանցլերի, եւ նրա խոսքով Գերմանիան օգնելու է Ուկրաինային այնքան, որքան հարկավոր լինի։ Դրանից բացի Բիլդը հաղորդում է, որ Գերմանիան պատրաստ է միլիոնավոր եվրոներ տրամադրել Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան կարողանա իր ռազմական տեխնոլոգիաների մեջ ներդրում անել եւ արտադրել 2500 մետր հեռավորություն ունեցող հրթիռներ։ Մեկ այլ տեղեկությունով Գերմանիայի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները արդեն իսկ պայմանագիր են ստորագրել, որ Գերմանիան 5 միլիարդ եվրո է տրամադրելու Ուկրաինային, 5 միլիարդ եվրո։ Եվ ըստ հաղորդագրության Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսը եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովը ստորագրել են այդ փաստաթուղթը եւ փաստացի այդ փողը ուղղվելու է, որպեսզի Ուկրաինան կարողանա ինքնուրույն արտադրել հեռահար զենքեր, երևի ոչ միայն հրթիռներ, այլ նաեւ դրոններ։ Եվ Ռուսաստանում այս փաստով բավականին խառն է վիճակը, գիտենք նաեւ Մերցի հայտարարությունից հետո, Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո փորձում են մեղմել Դոնալդ Թրամփի հայտարարությունը, դիրքորոշումը, Պեսկովը ասում է, որ պետք է իրենց հասկանան, քանի որ Ռուսաստանը առաջնորդվում է իրենց պետական եւ ազգային շահերով, չէ, չեմ կարծում, այստեղ իրենց այդպես է թվում, թող թվա, ինչ ասեմ, եւ Reuters-ը հաղորդում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփի հետ Վլադիմիր Պուտինը կոնկրետ պահանջներ է ներկայացրել փաստացի Դոնալդ Թրամփին, նրա խոսքերով ՆԱՏՕ-ն պետք է գրավոր փաստաթուղթ ներկայացնի, որ չի ընդլայնվելու եւ չի ներգրավելու Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը իր կազմի մեջ։ Ուկրաինան պետք է հստակ որոշում կայացնի, որ ոչ մի
ռազմաքաղաքական բլոկի անդամ չի լինի եւ որևիցե այդպիսի ինչ որ ռազմական դաշինքների մաս չի լինի որևիցե երկրի հետ, նաեւ Ռուսաստանի վրայից պետք է հանվեն մասամբ բոլոր պատժամիջոցները եւ ապասարեցվեն այն բոլոր ակտիվները, որը որ ունի Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ ռուսալեզու բնակչության իրավունքները պետք է վերականգնվեն Ուկրաինայում։ Ահա այդ պահանջներն է ըստ Reuters-ի ներկայացրել Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին։ Այստեղ խոսք այս պահին գրաված տարածքների մասին, բայց մենք գիտենք, որ այդ հարցը եւս միանշանակ քննարկման ամենակարևոր եւ առանցքային հարցերից մեկն է։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի մասին, բաժանորդագրվեք, եթե ուզում եք բաժանորդագրվելով աջակցել մեր ալիքին, նաեւ ցես համար է դա կարևոր, որպեսզի դուք միշտ ստանաք նոր հաղորդագրությունները, եթե նաեւ տնեք զանգակը բաժանորդագրվելիս, կարող եք կիսվել նաեւ մեր այս հաղորդումով, ինչպես նաև գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։